4 մարդ է վիրավորվել այսօր կեսօրին Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հարվածը հասցվել է իրանական անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարձակումը դատապարտել է, հայտարարելով, որ այն մեջբերում անպատասխան չի մնա։ Իրանի զինված ուժերը հերքում են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել, հաղորդում է Reuters գործակալությունը Իրանի պետական լրատվամիջոցները վկայակոչելով։ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։ Մենք չենք թիրախավորում մեր հարևան պետություններն, ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը, հավելելով սակայն, որ դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ այդ երկրներում գտնվող թշնամական ռազմաբազաները ակտիվ են լինում։ Թուրքիայի ուղղությամբ նախօրեին իրանական բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը չի ակտիվացվի։ Այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով միջադեպը թեև լուրջ բնույթ էր կրում, սակայն ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու կարիք չկա։ Որևէ մեկը չի խոսում 5-րդ հոդվածի ակտիվացման մասին։ Ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեք տեսան, որ ՆԱՏՕ-ն շատ ուժեղ է եւ աչալուրջ, նշել է Ռյուտեն։ Անկարայում ուշի ուշով հետևում են իրանցի քրդերի գործողություններին, այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Ծովակալ Զեքի ակտյուրքը։ Մի շարք խմբերի, այդ թվում ահաբեկչական բժակ կազմակերպության գործողությունները, որոնք նպաստում են էթնիկ անջատողականության աճին, բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա, նշել է թուրք զինվորականը։ Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն քրդական խմբավորումները պատրաստվում են Վաշինգտոնի աջակցությամբ ցամաքային հարձակում սկսել Իրանի արևմտյան շրջաններում։ Իրանական կողմն օգնության որևէ խնդրանքով չի դիմել Ռուսաստանին քաղաքական աջակցությանն հավելում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը պատասխանելով ռուսական սպառազինության Իրան հնարավոր մատակարարումների մասին նշել է. այս հարցում մեր հետևողական դիրքորոշումը հայտնի է եւ դրանում փոփոխություններ չկան։